Հայաստան-Վրաստան 3 սահմանակետերը 24 ժամ փակ պահելուց հետո հայ վարորդները բացել են ճանապարհը բեռնատարների համար։ Վարորդները պահանջում էին, որ Հայաստանի իշխանությունը բանակցություններ սկսի ռուս գործընկերների հետ, որպեսզի դաշնությունում ընդունված միգրացիոն օրենքը չտարածվի ԵԱՏՄ անդամ Հայաստանի վարորդների վրա։ Հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ նիստում քննարկվելու է հարցը, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարորդները հայտարարել են, որ կսպասեն մինչև ԵԱՏՄ նիստում իրենց հարցի լուծմանը։ Միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանը պատրաստ է անհապաղ ապահովել իր տարածքով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, հայտնել է վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ժամանակ։ ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության, հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Այս հայտարարությունը հաջորդել է 3 Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Ալիևը նշել էր, որ նման մի բեռ ղազախական հացահատիկ արդեն դեպի Հայաստան ճանապարհին է։ Շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հացահատիկի բեռը ոչ թե ուղիղ Ադրբեջանից մտնելու է Հայաստան, այլ Ադրբեջանի տարածքով գնալու է Վրաստան, այնտեղից Հայաստան։ Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևան երկրի իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցում քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցը։ Պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ Իրակլի Կոբախիձեն ասել է. հաստատված խաղաղությունը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցության եւ կայունության ապահովմանը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմել է թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի մասին։ Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2024 թվականի հոկտեմբերի 8-ին եւ որի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 743 միլիոն դրամ։ Որոշումը կայացվել է պալատի խորհրդի անդամների շրջայցից եւ նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո, ինչին հաջորդել է ՀԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ նիստը։ Նիստին մասնակցել է նաեւ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հուշահամալիրի հեղինակ Արտուր Թարխանյանի դուստրը, որը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել աշխատանքների վերաբերյալ։ Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարության մեջ ասված է. մեջբերում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել շինհրապարակի պատշաճ կահավորման եւ աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաեւ շարունակել վերականգնման գործընթացը միայն մասնակի քանդված 3 մույթերի հատվածում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հետ պարբերականի լրագրողներից մեկին սխալմամբ ավելացրել է քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում, մինչ նախարարը փորձել է ուղղել սխալը եւ հեռացնել լրագրողին, խմբագրությունը հասցրել է ուսումնասիրել իշխող կուսակցության ներքին խոհանոցը, բացահայտելով քաղաքական իրադարձությունների կենտրոնացված կառավարման մանրամասներ։ Փակ խումբը ունի ավելի քան 850 անդամ, նրանց թվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, նախարարներ եւ պատգամավորներ։ Հետքի ուսումնասիրությունը բացահայտել է 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի մարդաշատությունը ապահովելու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը փակ խմբում գրառում է արել, խնդրելով բոլոր ջանքերը գործադրել մեջբերում երթի բազմամարդությունն ու էներգիան ապահովելու համար, ներգրավելով ընտանիքի անդամներին, ընկերներին եւ համախոհներին։ Վարչապետն իր գրառման մեջ ընդգծել է, որ վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառել։ Այնուամենայնիվ Փաշինյանի գրառման մեկնաբանությունները ըստ հետքի այլ բան են վկայում։ Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել է, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի եւ Նոյեմբերյանի ավականու իշխանական խմբակցության անդամները իրենց հերթին հայտնել են ողջ ռեսուրսով ներկա լինելու պատրաստակամության մասին։ Հետքը հարցադրում է անում, թե ինչպես կարող էին Գավառի կամ Նոյեմբերյանի ավականու անդամները կազմակերպված մասնակցել Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավին։
Ոստիկանի համազգեստով եւ դիմակներով անհայտ անձինք հոկտեմբերի 10-ին գիշերը 4:20-ին մտել են Երևանի Քերու փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներ, զենքի սպառնալիքով կապ կպելով հափշտակել բջջային հեռախոսներ, գումար եւ դիմել փախուստի։ Իրավապահները պարզել են, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը Երևանի բնակիչ է, 41 տարեկան, մյուսները օտարերկրացիներ։ Խմբի 7 անդամներին ձերբակալել են, եւս 2-ին փնտրում են։ Պուտին-Թրամփ հանդիպումը չի կայանա։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ չեն հանդիպի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հունգարիայում պլանավորված գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Մոսկվան մերժել է Ուկրաինայում անհապաղ հրադադարի առաջարկը, գրել է Reuters գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ Ըստ Reuters-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մինչև հրադադարի համաձայնագրի ստորագրումը Մոսկվան Ուկրաինայից լրացուցիչ տարածքներ է պահանջում։ Ըստ մամուլի, ռուսական կողմը նախորդ շաբաթ ոչ պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ, պահանջելով վերահսկողություն Արևելյան Դոնբասի վիճելի տարածքների նկատմամբ։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով այդ կետը հակասում է Թրամփի առաջարկած ներկայիս դիրքերում մնալու գաղափարին։ Տարածվող այս լուրերը մեկնաբանել է Թրամփը, ասել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը որոշում չեն կայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովի վերաբերյալ եւ որ ինքը չի ցանկանում անիմաստ հանդիպում ունենալ։ Պարոն նախագահ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկվել է, հետաձգվել, թե ինչ է պատահել։ Ոչ, ես չեմ ուզում անիմաստ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ կտեսնենք ինչ կլինի։ Այս ամենին զուգահեռ եվրոպական երկրները Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին մշակում են հրադադարի նոր առաջարկ։ Այն ներառում է խաղաղության խորհրդի ստեղծում, որը պետք է գլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լոնդոնում այս շաբաթ նախատեսվում է Ուկրաինայի դաշնակից 35 երկրների ներկայացուցիչների հանդիպում, քննարկելու են Կիևին երկարաժամկետ օգնություն տալու հարցը։ Ֆրանսիան Լուվրից գողացված եւ չապահովագրված թանկարժեք իրերի համար փոխհատուցում չի ստանա։ Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ երբ ցուցանմուշները գտնվում են թանգարանում, պետությունն ինքն է ապահովագրողը, իսկ Լուվրի ամբողջ հավաքածուն գործնականում անհնար է ապահովագրել, քանի որ Մոնա Լիզայի նման գլուխգործոցների արժեքը հնարավոր չէ գնահատել։ Լուվրից գողացված թանկարժեք զարդերը գնահատվել են 88 միլիոն եվրո։ Կողոպուտից հետո թանգարանի տնօրենը հրաժարական է ներկայացրել, սակայն նրա դիմումը մերժվել է։ Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթում։ Մեր պատվիրակը 12-ամյա Ալբերտն է։ Մանկական երգի եվրոպական մրցույթը այս տարի կանցկացվի Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։ 102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը Այդա Ազնավուր Կարվերենցը։ Նրան կհողարկավորեն ընտանեկան գերեզմանատանը։ Այդան աշխարհահռչակ կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի կինն էր։ Կոմպոզիտորը նույնպես հայկական արմատներ ուներ։ Այդա Ազնավուրը վաղ տարիքից երգել է հայկական երգեր, եղբոր աշխարհահռչակ շանսոնեի հետ մասնակցել համերգների, այդ թվում Հայաստանում։ Տեսանյութում դաշնամուրի մոտ Այդա Ազնավուրն է։